Եվ արժանի է մեր Աստվածը եւ գոհության, եւ փառաբանության, եւ երկրպագության։ Նա միակն է, որ արժանի է գոհության եւ երկրպագության։ Սուրբ Գիրքն ասում է, երբ որ Տիրոջ տունը կգնաս, Տիրոջ խոսքերը լսելու համար գնա։ Ես այսօր սրտից դրվել է խոսելու փորձությունների մասին, թե որտեղից են փորձությունները, ինչի համար են փորձությունները եւ մեր կյանքի մեջ ինչի է լինում փորձություններ։ Կաշխատեմ ինչքան հնարավոր է համառոտ խոսեմ, թեև դա շատ երկար ավելի թեմա է։ Որպես վերնագիր ովքեր նշում են կարան այսպես գրեն. ինչի է փորձությունները իմ կյանքի մեջ կամ որտեղից է փորձությունները իմ կյանքի մեջ։ Որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է եւ արդարին եւ մեղավորին պատահած բանը նույնն է։ Արդարն էլ է հիվանդանում, մեղավորն էլ։ Արդարն էլ է փորձության մեջ հայտնվում, մեղավորն էլ։ Եվ հաճախ հավատքի մարդիկ շփոթության մեջ են ընկնում։ Երբ որ իրանց կյանքի մեջ փորձություն է գալիս, շփոթության մեջ են ընկնում։ Եվ շատ կոպիտ ասած թույլ հավատացյալներ, երբ որ տեսնում են փորձությունը հավատացյալի կյանքում, ասում են հաստատ մեղքի մեջ ես։ Եվ սկսում են մեղադրել, սկսում են փնովել եւ այդ մարդու հավատքը զորացնելու պատճառով ավելի ինչ են անում, տկարացնում են։ Բայց ուզում եմ Սուրբ Գրքից ամփոփումով տեղեր կարդամ, որ միշտ չէ, որ մեր կյանքի մեջ փորձությունները մեղքի պատճառով են։ Թեև մեծ մասը մեղքի անհնազանդության Աստծուց հեռու ապրելու պատճառով են փորձությունները, բայց կան փորձություններ, որոնք մեղքի հետ կապ չունեն։ Ուրեմն Հոբի կյանքի մեջ առաջին գլխի մեջ է գրված 10-րդ խոսքի մեջ։ Ես տեղեր կլինի, որ չեմ կարդա, բայց կասեմ, ովքեր նշում են, թող նայեն։ Գրված ասում է Հոբը արդար էր, կատարյալ էր, աստվածավախ էր, չարությունից ետ կեցող էր, բայց իր կյանքի մեջ փորձությունները սկսվեցին։ Հոբի համար անգամ անսպասելի էր, Հոբը չգիտեր, որ մեկը ապրի մաքուր կյանք, արդար կյանք եւ իր կյանքի մեջ այդ տեսակ փորձություններ լինի։ Դա Հոբի համար անսպասելի էր։ Եվ Հոբն ասում է, ես շատ շփոթվեցի, շատ վախեցա, այն ինչից որ վախենում էի, դա իմ կյանքից մեջ եկավ։ Եվ Հոբը հայտնվեց մի անելանելի վիճակի մեջ եւ ինչ էր անում, միշտ փնտրում էր եւ խնդրում էր Աստծուց, ասում էր ինչի համար։ Գիտեք, Աստված իր բոլոր զավակներին հայտնում է ինչի համար։ Չկա մեկը, եթե ուզենա, որ Աստված իրան հայտնի ինչի համար, Աստված չհայտնի, չկա նման բան։ Թեև Աստված գրված է երբեմն ուշացնում է այդ հայտնելը, բայց գրված է իր զավակներին հայտնում է գալիքը եւ կատարվելիքը։ Եվ բոլորս գիտենք, երբ որ Հոբը վերջում խոսում է, ինչ է ասում, ասում է հայր, դու ինձ սքանչելի բաներ կանեիր, ես չէի հասկանա։ Ես մինչև փորձությունները, ես քո մասին ականջի ծայրով էի լսե, բայց փորձություններից հետո հիմա ես տեսնում եմ քո փառքը։ Սաղմոսների մեջ գրված ասում է, քանի դեռ վշտացած չէի, կսխալվեի։ Երբեմն Աստված իր զավակներին վշտացնում է, որպեսզի էլ չսխալվեն։ Վշտացնում է, որպեսզի իրան մոտիկացնի։ Տեսեք, Հոբի կյանքի մեջ եւ բոլոր Աստծո զավակների կյանքի մեջ, գիտեք, ցանկ է դրված, պատ է դրված, պատնեշ է դրված, սահման է դրված։ Եվ սատանան չի կարա մոտիկանա, հավատացած եղեք։ Թեև ինքը մռնչացող առյուծի պես է, միշտ փնտրում է վնաս տալու, նեղություն տալու, փորձություններ բերելու, բայց ինքը չի կարա, մինչև Աստծո թույլտվությունը չլինի։ Սա Աստծո մարդկանց մասին եմ ասում, ովքեր սուրբ կյանք են ապրում, ովքեր մաքուր կյանք են ապրում։ Դրանց կյանքի մեջ փորձություն չի լինի։ Եվ 10-րդ խոսքից հենց շարունակության մեջ ասում է, Սատանան երբ որ խոսում է Աստծո հետ, ասում է ես Հոբին ոնց մոտիկանամ։ Դու Հոբի կողքը ցանկ ես դրել, Հոբի ունեցվածքի կողքը ցանկ ես դրել, եւ ես չեմ կարա մոտիկանամ Հոբին, բայց ասում է թույլ տուր, ցանկը թույլ տուր բացեմ, Հոբին մոտիկանամ, տես քեզ կհայոյի։ Բոլորս գիտենք այդ պատմությունը։ Երբ որ Տերը ասես թույլ եմ տալիս, մոտիկացի Հոբին։
Եվ ինչ տեղի ունեցավ, Հոբի ամբողջ ունեցվածքը, երեխեքը, ամեն ինչ վերցվեց, բայց կարևոր բան Հոբի սրտի մեջ մնաց, ծունկի եկավ և Աստծուն փառք տվեց, երգը երգում ենք, չէ, գոհանանք, երբ, ամեն ժամանակ, նեղության մեջ գոհանանք, փորձության մեջ գոհանանք և ուրախ լավ օրերի մեջ գոհանանք։ Ուրեմն փորձության մասին գրված ամենաշատը երևի թե Հակոբոսի թղթերի մեջ, առաջի, երկրորդ և մնացած գլուխների մեջ, եթե հետո դուք բան կլինի, ընթացքում կնայեք։ Ուզում եմ կարդամ առաջին գլխի 12 համարից։ Երանելի է այն մարդը, որ փորձության կհամբերե։ Եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը պիտի առնի, որ Տերը իրեն սիրողներին խոստացավ։ Չլինի թե մեկը, որ փորձության մեջ է, ասե, Աստծմե կփորձվիմ, վասնզի Աստված չար բաներով չի փորձվիր, ոչ էլ ինքը մեկը կփորձե։ Այս խոսքը, որ գրված է, չէ, Աստված ինքը չար բաներով չի փորձվում եւ ոչ էլ ինքը մեկին կփորձե։ Շատերը սխալ հասկանալու պատճառով շփոթության մեջ են հայտնվում։ Այո, իրականում Աստված ոչ մեկին չի փորձում եւ ոչ մեկի կողմից չի փորձվում, բայց փորձությունը Աստծո ձեռքով եւ Աստծո թույլտվությամբ է լինում։ Տեսեք, Տեր Հիսուսը երբ որ Սուրբ Հոգով մկրտվեց Հորդանանի մեջ, գրված է Մատթեոսի ավետարան 4-րդ գլխի առաջին խոսքն է։ Այն ատեն Հիսուս անապատը տարվեցավ Սուրբ Հոգիեն, որպեսզի սատանայեն փորձվի։ Ում կողմից տարվավ։ Բա գրված է Աստված չի փորձում մեկը, բայց գրված է Սուրբ Հոգուց տարվավ Հիսուսը անապատ։ Հակասություն չի, ժողովուրդ ջան։ Ուղղակի ճիշտ հասկանալ է պետք։ Երբ որ Աստված Սուրբ Հոգով է տանում իր զավակներին փորձության, երբ որ Աստծո ձեռքով է լինում փորձությունը, հիշում եք Հովսեփի համար էլ է գրված, ասում է, եւ Տիրոջ խոսքը փորձեց Հովսեփին, 105 Սաղմոսի մեջ է գրված։ Երբ որ Աստված այդ փորձությունները մեր կյանքի մեջ բերում է, դա մեր խրատի համար է։ Դրա համար ասում է, երբ որ Տերը խրատում է, դու մի հուսահատվի։ Խրատը սկզբից ուրախարար չի, տրտմարար է, բայց հետո վարժեցնում է բոլոր նրանց, ովքեր սիրում են Տիրոջ խրատները։ Պողոս առաքյալը ինքը սկսեց սիրել Տիրոջ խրատները եւ ասում էր, ես հավանել եմ նեղությունները, հիվանդությունները, դժվարությունները, փորձությունները։ Ինչի՞, որովհետև երբ որ դու հավանում ես, Աստծո ներկայությունը քեզ ավելի մոտ է լինում։ Ողբ Երեմիա 3-րդ գլուխ առաջին խոսքն է, չեմ կարդում, ուղղակի ասում եմ։ Երեմիան ասում է, ես այն մարդն եմ, որ Տերը ինձ տարավ, խավարի մեջ ման տվեց եւ ոչ թե լույսի մեջ։ Ասում է, Տերը ինձ ցանկով շրջապատեց եւ ասում է, իմ ճանապարհները սուրսուր քարերով տաշեց, դարանակալ արջի առյուծի պես եղավ, մինչև անգամ իմ աղոտ կարածս ժամանակ Տերը իրան ամպով ծածկեց եւ աղոտներիսը չպատասխանեց։ Ով տարավ, գրված է Երեմիան սուրբ մարդ էր։ Երեմիան միակ մարգարեներից մեկն է, որի մասին բացասական բան չկա գրված։ Ինքը մեղքի մեջ չէր, ինքը սխալ բաներ չէր արել, բայց Տիրոջ հոգին Երեմիային տարավ խավարի մեջ։ Հիսուսին տարավ անապատի մեջ։ Երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 2-րդ խոսքը այսպես է ասում. Սա բացահայտ արդեն Տերն է անում, երկրորդ օրինաց 8-րդ գլուխ 2-րդ խոսք։ Տեսեք ինչ է ասում. Ու հիշիր այն ճամփան, որ քու Տեր Աստվածդ 40 տարի քեզ անապատի մեջ պտտացրեց, ինչի համար, հիմա ասում է, քեզ խոնարեցնելու համար, փորձելու համար ու սրտիդ մեջինը իմանալու համար, թե արդյոք դու իր պատվիրանքները պիտի պահես, թե ոչ։ Ով տարավ անապատ, իր ժողովրդին Տերը, եւ ինչի համար տարավ, ասում է, քեզ խոնարացնելու համար։ Հավատքի մարդու կյանքի մեջ փորձությունները միայն մի նպատակ ունեն, խոնարեցնելու համար։ Եվ ասում է, քո սրտիդ մեջինը իմանալու համար, թե դու իմ պատվիրանքները պիտի պահես, թե ոչ։ Երեմիայի մասին կարդացի 3-րդ գլխի, չէ՞, 3-րդ գլուխ 24-րդ խոսքը Երեմիան այսպես է ասում.
Իմ նեղությանս մեջ իմ հոգին ասեց. Տերը իմ բաժինս է, անոր համար անոր պիտի հուսամ։ Ահա թե ինչի համար է Տերը իր ժողովրդին փորձությունների մեջով անցկացնում։ Բայց կան փորձություններ, որի մասին նորից սրտումս դրվել է կարճ, ուղղակի կարող է վերնագրերով ասեմ, որոնք նորից այսօր հավատքի մարդկանց կյանքի մեջ տեղի է ունենում։ Մարդը շատ փորձություններ ունի այսօր, բայց չի իմանում որտեղից այդ փորձությունը իր կյանքի մեջ։ Տեսեք, շատ փորձություններ ընկերների պատճառով է լինում։ Սա արդեն այն փորձությունները չի, որի մասին ասեցի, որ Աստված է տանում փորձության։ Շատ ընկերների պատճառով այսօր հավատքի մարդիկ փորձությունների, փորձանքների մեջ են, որ Սուրբ Գիրքն ինչ է ասում, ասում է չար ընկերակցությունը աղեկ վարկը կապական է, եւ Առակաց գրքի մեջ 22, 24, 25 խոսքը նորից ընկերների վրայով ասում, որ ասում է ընկերություն մի արա կռվարար մարդու հետ, որպեսզի փորձության մեջ չընկնես։ Ես մի ընկեր ունեի, ինքը կռվարար մարդ էր, մենք որտեղ գնայինք, մենք կռվի մեջ էինք։ Հարսանիք կլիներ, ուրախություն կլիներ, թաղում կլիներ, մենք կռվի մեջ էինք, ինքը կռվարար մարդ էր, սիրում էր կռիվ անել։ Եվ ես, քանի որ իր ընկերն էի, միշտ փորձությունների մեջ էի։ Ուրեմն ընկերները կարան լինեն փորձանքի պատճառ քեզ համար։ Եթե երիտասարդ եղբայրներ ունեք ընկերներ, որոնք վատ ճանապարհների, չար ճանապարհների մեջ են, թողեք իրանց, ամոթ չի։ Դավիթ թագավորն ասում է, ես ընկեր եղա այն ամենքին, որոնք Տեր քեզ սիրում են եւ քո պատվիրանքներն են պահում։ Փոխի ընկերակցությունդ եւ քեզի չարիք եւ փորձություն չի պատահի։ Ուրեմն կան փորձություններ հարուստ լինելու համար։ Տիմոթեոսի մեջ գրված է առաջի 6-րդ գլուխ 9-րդ խոսքն է։ Առաջի Տիմոթեոս 6-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Ասում է ոմանք հարուստ լինելու պատճառով շատ փորձությունների մեջ կհայտնվեն։ Ես բառացի եմ ասում, չեմ կարդում։ Ես իմ կյանքի մեջ ինքս տեսել եմ շատ հավատացյալներ, որոնք նեղ կյանքի մեջ էին ապրում, հետո որոշեցին հարստանալ, հետո որոշեցին մեծ գումարներ պարտքով վերցնել, մեծ գործեր անել, որպեսզի հարստանան եւ մեծ փորձությունների մեջ հայտնվեցին։ Ուրեմն հարստության փորձությունը մի ձգտի հարստության Առակաց գիրքն ասում է, որ շուտով թևեր պիտի առնի եւ պիտի թռնի, որովհետեւ հարստություն տվողը Տերն է, հարստություն վաստակելու կարողություն տվողը Տերն է եւ դա վայելելու հնարավորություն տվողը նորից Տերն է։ Մի վարպետ մարդ կար, որի հետ որ ես աշխատում էի 80 տարեկան մարդ էր, միշտ ինձ խորհուրդ էր տալի, ասում էր Հովսեփ, երբեք հարստության հետևից չգնաս, չես հասնի։ Ասեց ամբողջ կյանքս ձգտել եմ, չեմ հասել։ Ասեց սպասի այնքան մինչև հարստությունը ինքը գա եւ քեզ վերցնի եւ տանի։ Գիտեք, եթե Աստված չորհնես, դու հարուստ չես լինի։ Բայց մի հատ խաբկանք կա, այսօր շատ երգիչներ, դերասաններ, շատ մարդիկ, գիտեք, իրանց հոգին ծախում է սատանային, երգիչ Գագակա, չգիտեմ, լսել եմ, իր վկայությունն եմ լսել, ինքը իր հոգին ծախել էր սատանային։ Ասում է, ես իմ հոգին ծախել եմ սատանային եւ նա ինձ ասել է, որ ես հարուստ կլինեմ, ճանաչված կլինեմ։ Շատերը ձգտում են դրան։ Հիշում եք սատանան, երբ որ փորձության ժամանակ Տեր Հիսուսին մոտիկացավ, ինչ ասեց։ Ասեց ինձ երկրպագի եւ ես կտամ քեզ այդ հարստությունը։ Տեր Հիսուսն ասեց ետիս գնա սատանա, ես քեզ չեմ երկրպագի։ Ուրեմն կա փորձություններ անհնազանդության հետ կապված։ Սա այս փորձությունը, երբ որ Տերը ինձ բացառեց, միայն ամեն մարդու անձի հետ չի լինում։ Ուրեմն գրված է առաջին թագավորաց 15-րդ գլխի 22-րդ խոսքն է։ Երբ որ Սավուղը Աստված ասել էր զոհ չանես, Սավուղը բերեց ընտիր անասունները զոհեց եւ ասել էր, որ ոչ մեկին չխնայես, բերել էր թագավորին Ագագին, որի պատճառով Աստված գրված է բարկացավ Սավուղի վրա եւ Սավուղը իր անհնազանդության պատճառով մինչեւ անգամ հավիտենական թագավոր լինելու զրկվեց։ Գիտեք, երբ որ մարդը անհնազանդության մեջ է, ոչ մենակ իր կյանքի մեջ է փորձություն գալիս, նաև իր ընտանիքի կյանքի մեջ, իր տան մեջ։ Աստծո խոսքին անհնազանդություն անելու փորձությունները շատ մեծ են ու շատ վտանգավոր։
Եթե մեկը օրհնվում է, դա հնազանդության նշան է։ Եթե մեկը չի օրհնվում, դա անհնազանդության նշան է։ Կան ուրեմն փորձություններ, որը սուտ խոսելու հետ է կապված, լեզվի հետ է կապված։ Ես այս վերջերս, երբ որ այդ մասին խորհում էի, աղոթում էի, Աստված ինձ բաց արեց, որ մարդը ամենաշատ փորձությունները կրում է լեզվի պատճառով։ Ամենաշատ փորձությունները կրում է խոսքի պատճառով։ Դրա համար Սուրբ Գիրքն ինչ է ասում, ասում է մինչև անգամ եթե Աստծուն ուխտ ես անում, չէ՞, ուրեմն կատարի, եթե չկատարես Աստված քեզանից պիտի պահանջի։ Ավելի լավ է չանես ուխտ։ Աստված չի ստիպում քեզ անես։ Բայց եթե ուխտ ես արել, ասում է դա կատարի, որ չլինի թե Աստված քո խոսքի պատճառով քեզ զրկի անգամ քո գործից եւ քո գործերի, քո ձեռքերի գործերի մեջ անգամ փորձություններ եւ չարիքներ կան։ Գրված է լեզուն անիրավության տիեզերք է։ Ամենափոքր անդամն է մարդու մարմնի մեջ։ Բայց լեզվի պատճառով մարդը անգամ իր մարմնով է դուժում, չէ՞։ Ինչքան մարդիկ ծեծ են ուտում, օրինակ։ Ես իմ ընկերոջս լեզվի պատճառով ծեծ էի ուտում։ Մի քիչ թափով էի, ինքը խոսում էր, ինձ ծեծում էին։ Անկամ ես էի դուժում ուրիշի լեզվի պատճառով, ինչքան առավել մենք մեր լեզվի պատճառով կդուժենք։ Լեզուն գրված ասում է անիրավության տիեզերք է։ Լեզուն ասում է փոքր կրակ է, որ մեծ բաներ է բռնկեցնում։ Ասում է բոլոր մարդիկ ամեն ինչ կարում են նվաճեն, ամեն ինչ կարում են իշխեն, բայց մարդը իր լեզվի վրա չի կարում իշխի։ Գիտեք, դրա համար Աստված մեր լեզվի համար երկու դարպասադրել է։ Մեկը ատամներն են, մեկը շրթունքները։ Բայց մարդը էլի խոսում է, ասում է մինչև չխոսամ սիրտս չի հանգստանա։ Մի խոսացեք։ Խոսալուց հետո ավելի անհանգիստ ես լինելու։ Սուրբ Գիրքն ասում է ձեր ամեն խոսքի համար հաշիվ պիտի տաք։ Եվ մարդիկ այսօր իրանց խոսքի պատճառով հայտնվում են փորձությունների մեջ։ Օրինակ, ասում է մեռնեմ, պրծնեմ, ու մեռնում է։ Հավատում եք։ Անիծում է։ Իր երեխուն ասում է մեռնես, քեզանից պրծնեմ, երեխան մեռնում է։ Եվ ինքը փորձության մեջ է, ասում է ինչի էս բանը տեղի ունեցավ, լեզվի պատճառով, խոսքի պատճառով։ Թող Աստված օգնական լինի մեզ։ Երբ որ Աստված ինձ բաց արեց, թե լեզուն ինչեր կարող անի, թեև Աստված էս լեզուն ստեղծել է մեր բերանի մեջ, որպեսզի իրան օրհնենք, իրան գովենք, Աստծո հետ խոսենք։ Աստված էս լեզուն չի ստեղծել, որ մենք ինչ ուզենք դա խոսենք։ Բնավ Աստված ուզում է, որ մենք այս լեզվով իրան օրհնենք։ Հակոբոսն ասում է սիրելիներս, հնարավոր բան է, որ մեկ աղբյուրից երկու տեսակ ջուր հոսի։ Հնարավոր չի։ Հա, մեկ տեսել եմ Վանաձորում, որ այս անձրևները սկսել են, մեր ջուրը կեղտոտվել է։ Բայց դա այդպես չի իրականում։ Շատ հավատացյալների կյանքում էլ այդպես։ Այստեղ աղոթք են անում, օրհնություն են երգում, դուրս են գալի հայոյություն են անում եւ սուտ են խոսում։ Եվ սուտ խոսելու փորձություններ կա։ Այսօր ինչքան քուրեր աղբերներ գիտեմ, որոնք իրանց սուտ խոսելու պատճառով որոգայթի մեջ են հայտնվել։ Ամուսնուն են խաբում, կինը ամուսնուն է խաբում, երեխեքը ծնողներին են խաբում, ծնողները իրանց ծնողներին եւ այդ տան մեջ խառնաշփոթ է։ Ես հիշում եմ մի քույր մոտիկացավ ասեց Հովսեփ աղբեր, այնքան սուտ եմ ասել, չգիտեմ ինչ ասեմ։ Արդեն բռնվել եմ, չգիտեմ ինչ ասեմ, ամուսինս հետևել է, բռնել է։ Ուզում ես փորձության մեջ չհայտնվես, հետո ամուսինը լավ ծեծել էր իրան։ Միգուցե տեղին էր, չգիտեմ։ Որովհետև ծեծը երբեմն ինչ է անում, այս չարությունից հետ է պահում։ Պետք չի խաբես քո ամուսնուն։ Պետք չի խաբես քո ծնողներին։ Պետք չի ձեր երեխեքին խաբեք։ Շատ ծնողներ ասում են, խաբեմ ոչինչ, երեխա է, ինչ կլինի որ։ Չէ, մի խաբի, Աստծո առաջ ես խոսում։ Ինքը երեխա է, բայց քո խոսքը Աստծո առաջ է, դու դրա հաշիվը պիտի տաս։ Եվ դու դրա արդյունքը պիտի կրես։ Սուրբ Գիրքն ասում է նաև սենց մի բան դրվել է նորից սրտումս ասեմ, երկրից երկիր գնալու փորձությունները։ Հակոբոս առաքյալը 4-րդ գլխի մեջ է 13 խոսքն է։ Ասում է մի պարծեցեք եւ մի ասեք, այսինչ երկիր կգնամ, այսինչ գործերը կանեմ եւ մեծ հաջողություններ կունենամ։ Այսօր շատ հավատացյալներ անտուն են։ Իմ կողքը հարազատ ինձի մարդիկ, քույրեր, եղբայրներ անտուն են մնացել։ Գիտեք ինչի համար։
Աստծուն չհարցնելու պատճառով մեծ փորձության մեջ են ընկել։ Տները վաճառել են, ունեցվածքը վաճառել են, գնացել են մեկ ուրիշ երկիր, չի հաջողվել այնտեղ ապրել, եկել են ստե ոչինչ չունեն։ Նրանք ովքեր ուզում են մի երկրից մի երկիր գնալ, դա մեղք չի։ Կարած գնաս, որ երկիր ուզում ես, բայց Աստծո ողորմությունով գնա։ Ինչ շատ տեղերից են կանչել եւ կանչում են, մինչեւ հիմա մեծ մտավախություն ունեմ։ Եթե Աստված ուզում է գնամ, ես կգնամ, գիտեք։ Մեկ հումոր եմ անում, ասում եմ, Դանել ախպեր, ասում եմ, եթե Աստված ուզենա ես գամ Ամերիկա, պրեզիդենտը սամալյոտ կուղարկի ես կգամ։ Հավատում եք, այդպես դեպք եղել է։ Ես գիտեմ, այդպես դեպք իրականում լսել եմ։ Եթե Աստված ուզում է դու միտեղ գնաս, անպայման կգնաս։ Տեսեք, Աստված Աբրահամին ասեց, Աբրահամ, թող հորդ տունը, վեր կաց գնա Խարանի երկիր։ Աբրահամը գնաց օշնվեց։ Իսկ իր հորեղբոր որդին Ղովտը ինչ արեց, նայեց լավ երկիրա, բերի երկիրա, կանաչ երկիրա, վեր կացավ գնաց, որտեղ հայտնվեց մեծ փորձության մեջ։ Կորցրեց իր կնոջը, կորցրեց իր երեխեքին, ինքը ընկավ մեղքի մեջ, իրանից ծնվեցին երկու սերունդ իր աղջիկներից, որը Աստծուն հաճելի չէր, որոնք սկսեցին Աստծո ժողովրդին հալածել։ Եթե ուզում ես մի երկրից մի երկիր գնաս, քուրս եւ եղբայրս, մինչև Աստծուց բացահայտ խոսք չունենաս, մի գնա, փորձության մեջ կհայտնվես։ Տարիներ առաջ ես նման քայլ արել եմ։ Երբ որ ես երկրից պիտի գնայի, իմ սրտից մեջ տրտմություն եկավ։ Աստված չէր ուզում գնար, բայց ես խնդրեցի, ասի Տեր, թույլ տուր գնամ։ Ուրեմն գնալու գիշերը մեր տունը եկան քույրեր եւ եղբայրներ։ Եղբայրներից մեկը ասեց, գիտես, Աստված սրտումս խոսք ա դրել, ուզում եմ քեզ համար կարդամ։ Ես չէի ուզում, որ ինքը այդ խոսքը կարդար, հիմա կարող է զարմանաք։ Որովհետև գիտեի ինչա կարդալու, որտև այդ նույն խոսքը Աստված մինչև իրա կարդալն էր ասել։ Ես որոշել էի երբեք Հայաստան չեմ գա, բայց այդ եղբայրն ասեց մեկա պիտի կարդամ։ Գիտեք որն էր։ Հակոբոսին է ասում, Հակոբին է ասում Տերը, ասում է ուր էլ որ գնաս, միևնույնն է ես քեզ այս երկիրը պիտի բերեմ։ Եվ մինչև այդ բանը չանեմ եւ քեզ չորտնեմ, քեզ չեմ թողի։ Ես չէի ուզում ինքը կարդար, գիտեք ինչի, որտեվ ես որոշել էի, որ պիտի գնայի։ Եվ ես չէի ուզում այդ խոսքը լսեի, դա ինձ ցավացնում էր։ Բայց գնացի, շատ կար ժամանակ հետո Աստված հետ բերեց հրաշքով, եւ ես մեծ փորձանքների մեջ այնտեղ հայտնվեցի, էդի այն տարին էր, որտեղ Մոսկվայում այդ կինոթատրոնը գրավել էին, եւ այդ տեղում էի ես, ինձ բռնեցին եւ իմ պայուսակի մեջ ես կոշկակար էի, մեծ դանակներ կար, գործիքներ կար ու ես հայտնվեցի մեծ փորձության մեջ։ Ձեռքերս այդ պահին, այդ զինվորները, որ ավտոմատներով ինձ բռնել են, ասին պայուսակը դադարքի, ձեռքերս բարձրացրեցի երկինք, ասի Տեր, գնում եմ Հայաստան։ Հիսուս ջան, խնդրում եմ, մենակ պահի սունկես չբացեն։ Երբ որ ասին սունկե դատարկի մի փոքր սկսեցի դատարկել, գործիքները, այդ դանակները, այդ շորերի մեջտեղում էր։ Մեկը վազելով եկավ, գնդապետ էր կամ գեներալ, ասեց, ինչ ես անում, ստե, ասի ուզում եմ գնամ Հայաստան։ Ու հայերեն աղոթում եմ, ասում եմ, ինչ ես խոսում, ասում եմ աղոթք եմ անում իմ լեզվով, ուզում եմ գնամ իմ երկիր։ Ասեց շուտ վեշերը հավաքի փախի ստեղից։ 10 րոպե հետո շտուրմ արեցին, գիտեք ինչ բան է։ Մտան կինոթեատրը, խփեցին այդ բոլոր զինվորները այդ գրաված ժողովրդին ազատելու ու ես այդտեղից պրծա։ Գիտեք, երբ որ եկա Հայաստան ինչ եղավ հետս, ուրախություն եկավ մեջս։ Որ ես հնազանդվեցի Աստծո խոսքին ետ եկա, բայց քանի դեռ ուրիշ երկրում էի, ես տխուր էի, ես չէի ուրախանում։ Թող Տերը պահի մեզ, բոլոր փորձությունների մեծ մասը մեր խելքից է, հիշեք, եւ անհնազանդությունից է, բայց կան փորձություններ, որ Տերը ինքն է տանում, եւ երբ որ Տերը ինքն է տանում, քեզ տալիս է կարողություն, քեզ տալիս է ուրախություն, քեզ տալիս է հավատք, որ դու դրա մեջով հավատքով անցնես։ Լավ, ինչ անենք, որ այդ փորձություններից բրցնենք։ Սա էլ ասեմ եւ վերջացնեմ, եղբայրները կշարունակեն։ Ուրեմն երկու բան կա, որպեսի մարդը փորձության մեջ չհայտնվի։ Գիտեք որն է դա։ Տեր Հիսուսն ասեց իմ մեջը սկեցեք ու ես ձեր մեջ։
Իմ մեջ հսկեցեք նշանակում է իմ խոսքից մեջ մնացեք եւ ես ձեր մեջ, իմ խոսքերս թող ձեր մեջ մնա։ Եթե մենք Քրիստոսի խոսքի մեջ լինենք, մենք փորձության մեջ չենք լինի, որովհետեւ մենք պարսպապատված եւ Քրիստոսի ներկայությունով, Հիսուսի այրնով շրջապատված կլինենք։ Մի անգամ աղոթք էինք անում, մի երեխա վկայություն տվեց։ Երևի այդ երեխեքի չափ էր, մի երևի 7-8 տարեկան։ Ասում է Հովսեփ աղբեր, սատանեն ընկել էր իմ հետևից, ու ես եկա այնքան փախա, մինչև կանգնեցի պատի, ասած դեմ եղա պատին։ Ասում է, ես տեղ չունեի փախնելու, եւ սատանան հրեշի պես, երբ որ եկավ ինձ ուզում էր ուտեր, ասում է, անսպասելի Հիսուսը կանգնեց կողքս, իր այրունոտ ձեռքը իմ եւ սատանայի արանքը մցրեց։ Ասում է, երբ որ սատանան տեսավ այդ այրունը, ինքը միանգամից անհետացավ։ Երբ որ դու Հիսուսի մեջ ես, այդ այրունը պահում է քեզ։ Հիսուսի այրունը գիշեր ու ցերեկ է պահում ես։ Գիտեք ինչքան հեղեղի պես այսօր դժողքից հայտնված ոգիներ կան, ուզում են մեզ կործանեն, բայց չի լինի դա։ Եվ չի լինում, որտեվ Տերը պահում է մեզ իր այրունով, իր այրան տակ։ Եվ տեսեք, Տեր Հիսուսը կարևոր բան ասեց, երբ որ աղոթք կանեք, այսպես աղոթք արեք, Հայր մեր աղոթքի մեջ, ինչ ասում, Տեր պահի մեզ ինչից, փորձություններից եւ չարից։ Մի տար մեզ փորձության եւ չարից մեզ ազատի։ Տերը ամեն օր ուզում է այդ աղոթքը մենք անենք։ Տեր, մի տար մեզ փորձության եւ չարից մեզ պահի։ Թող Տերը զորացնի ձեզ։ Տերը կարողություն տա։ Այս ինչի մասին որ խոսեցի, մնացածը դուք տունը ավելի կնայեք։ Թեև սա ավելի կարելի է մանրացնել, բայց եղբայրներ կան եւ իրանք կունենան ասելու բան։ Եկեք աղոթք անենք։ Եվ զղջանք, եթե ունենք, գիտեք, բաներ, որը մեզ հանդիմանում է, Սուրբ Գիրքն ասում է, եթե քո սիրտը քեզ հանդիմանում է, ինչ կանի, Տերն էլ քեզ կհանդիմանի։ Եթե բաներ ես արել, բաներ ես խոսել, որի համար այսօր քո սիրտը քեզ հանդիմանում է, զղջա դրա համար, եւ կվերցվի դա քո կյանքից, եւ օրհնությունները կգա։